Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, մեր հյուրը այսօր կրկին փաստաբան Կայան Մերլումյանն է, ինչպես խոստացել էինք, փաստորեն մենք սկսում ենք որոշակի հրապարակումների ցանկ, երբ պարոն Մերլումյանը եւ երևի այլ փաստաբաններ եւս որոշ ժամանակ հետո կսկսեն ներկայացնել աղաղակող փաստեր մեր դատական մարմինների կողմից ընդունված որոշումների ձևով, որոնք փաստորեն փաստացի խոչընդոտում են արդարադատության կայացման Հայաստանի Հանրապետությունում։ Պարոն Մերլումյանը անցյալ անգամ խոստացավ փակագծերը չբացեց, չնայած ներկայացրեց ընդհանուր առմամբ ինչ տիպի գործերի մասին է խոսքը։ Այսօր ես ձեզ կխնդրեմ ավելի այսպես կոնկրետ հասցեատերերով մանրամասն ներկայացնել այն ինչ կատարվում է եւ վերջում էլ խնդրեմ մի փոքր խոսել փաստաբանների այդ ընդգծման հետագա գործընթացների վերաբերյալ։ Համեցեք։ Հավանաբար սկզբից դրանով սկսենք, եթե վերջում էլի հարցեր կլինեն կպատասխանենք, ուրեմն բոլորն են քաջատեղյակ, որ փաստաբանության մոտ հերթական անգամ գործադուլացվածն է հասուն անում կամ այսպես ասած դատական նիստերի բոյկոտումը եւ որի թիրախ առաջին հերթին ընտրված է Վչռաբեկ դատարանը, որովհետեւ որ գտնում ենք, որ վերջինս իր սահմանադրական ֆունկցիան չի կատարում եւ այնպիսի արդարադատություն չի իրականացնում, որ այդ բուրգը ընդհանրապես նորմալ աշխատի եւ իրական արդարադատություն իրականացնի։ Մենք մեզ մեղադրում են ճակերտավոր, թե ճիշտ է անում Վչռաբեկ դատարանը եւ այլն, մենք փորձեցինք կոնկրետ դեպքերով արդեն ներկայացնենք, թե ինչեր կարող է անել Վչռաբեկ դատարանը։ Եվ այս պահին երկու գործով դա ներկայացնեմ, որպեսզի վերացական չլինի այս ամենը, ես կողմերից մեկի անունը կտամ տվյալները, բոլոր կողմերի անունները տվյալ գործերից չեմ տա, որպեսզի մի կողմից կոնկրետ լինի եւ նաեւ հասանելի լինի անհրաժեշտ ցանկություն ունեցողներին, մյուս կողմից վերացական չլինի։ Ուրեմն մեկ գործը Դավիթ Փոլադյանի գործն էր, որը որ Տավուշի կամ Շամշեդինի գինու գործարանի 60%-ի բաժնետերն էր։ Նա իր մյուս բաժնետիրոց 40%-ի հետ վեճ է ունենում, նաև ինչ-որ մեկին գումար է պարտք լինում։ 40%-ի բաժնետերն ու այդ անձը, ում որ գումար է պարտք, միավորվում են, փաստաբանի են դիմում եւ այնպիսի պայմաններ են ստիպում Դավիթ Փոլադյանի համար, որպեսզի այդ բաժնետոմսերը զիջի նրան ում որ գումար է պարտք եւ իրեն էլի ինչ որ 120,000 ԱՄՆ դոլար վճարը։ Համաձայնության են գալիս, պայմանագիրը կնքում են, բոլորը ստորագրում են, փաստաբանը կազմում է, երբ որ Դավիթ Փոլադյանի գումարը չեն վճարում, մտնում է դատարան, պահանջելու է գումարը։ Մտնում է դատարան, գործը շահում է, Վչռաբեկ դատարանը որոշում է կայացնում, մյուս կողմը ասում էր ում որ պարտք է, ես չեմ իմացել, ասում էր որ պետք է պարտքս մարվի, այլ ընդամենը պետք է 120,000-ը տայի եւ այլն, բայց պայմանագրի մեջ հստակ գրված է լինում, որ այլևս մյուսս մեկի նկատմամբ որևէ պարտք ու պահանջ չունենք, չենք ներկայացնելու բացառությամբ նրա, որ Փոլադյանին պարտավորում ենք 120,000 դոլար տալ։ Իրենց ասում է բաժնետոմսերը եւ Վչռաբեկ դատարանը այդ գործով որոշում է կայացնում նշելով, որ մյուս կողմի այդ աճառաբանությունը, որ չի իմացել, ճիշտ չի, ասում է այդ համաձայնությունը, որ իրանք մեջ բերում են, արտահայտում է կողմերի համաձայնությունը, կողմերի եւ կամքը, այսինքն իրենց կամքով է դա եղել։ Շարունակելով նշում է. տվյալ դեպքում Այվազյանը անվերապահորեն ընդունել է, որ դրանից հետո որևէ պարտք եւ պահանջ չի ունենալու եւ չի ներկայացնելու Դավիթ Փոլադյանին։ Նրանց համաձայնությունն է եղել, նրանց կամքը անվերապահորեն ընդունել է։ Այսինքն կամային բոլոր հատկանիշները կան։ Երբ որ վճիռը լինում է, գնում է այդ գույքը արդեն օտարման հարկադիր կատարման կարգով, 350,000 դոլարի կարգի գումար պետք է վճարվի, տոկոսներով եւ այլն։ Ինձ դիմում են ինձ Անդրանիկ Այվազյանը եւ իր փաստաբանը, անուն հնչեց ամեն դեպքում, մի խոսքով դիմում են ինձ, որպեսզի հաշտության գան եւ ասում են 200,000 ԱՄՆ դոլար վճարում ենք, թեման փակվի։ Եթե ոչ, մենք արդեն պայմանավորվել ենք ամեն ինչ շուռ է գալու։ Զանգում եմ ինվեստոր Փոլադյանին, ասում է չէ, եւ իսկապես ամեն ինչ շուռ է գալիս։ Մտնում են դատարան 8 տարի հետո, որ մոլորության ազդեցության տակ է կնքվել,
թեև այդ ներկա եղած 4 անձանցից բոլորը ասում են, որ իրականում սենց է եղել այս նպատակը։ Եվ նման արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած վճռաբեկ դատանի որոշում լինելու պայմաններում, որ նրանց համաձայնությունն է, նրանց կամքը եւ նրանք անվերապահորեն ընդունել են դա, սրա արկայության պայմաններում վճիռ են կայացնում, որ մոլորության ազդեցության տակ է եղել։ Այսինքն այն, որ արդեն կա, դա նախադատելի ապացույց է, չեն կարող դրան հակասող որոշում կայացնել դատարանները։ Դա քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53 հոդվածն է, արդեն հաստատված է, որ կամք, համաձայնություն, անվերապահ ընդունում։ Այսքանով հանդերձ որոշում են կայացնում, որ ամեն դեպքում մոլորության ազդեցության տակ է կանգնել, այն դեպքում, երբ իր գործընկերը, երբ իրենց օժանդակած փաստաբանը նույնպես ասում են, չէ, իրականում այս մարդուն ասել ենք այդ բաժնետոմսերը տուր, այդ 120,000-ը քեզ լինի, այլ պարտնել ջրվում է։ Այսինքն վճռաբեկ դատանը կարող է իր նման որոշման արկայության պայմաններում արդեն ամեն ինչ այս մեր դատական համակարգում 180 աստիճանի վրա փոխվի եւ մարդուց այսօր արդեն վճռաբեկ դատանի վերջին որոշումը փետրվարի 27-ին է եղել, որը այս տարվա նոր ենք ստացել, ասենք մի փաստի արժև հայտնվի, որ եւ իր բաժնետոմսերը իր գինու գործարանն են իրենից վերցրել եւ վերջում էլ 500,000 $500 պարտք են դրել։ Այսինքն ինքը ոչինչ չստացավ, գինու գործարանը վերցրեցին պլյուս 500,000 $500 պարտք։ Այստեղ են ասում նստից, որ եթե գողը տնից լինի, եզը երթիկով էլ կանեն, երբ որ դատական համակարգը մտնում է խաղի մեջ եւ իր իսկ կայացած որոշումներին ինչ-ինչ շահագրգռվածություններից ելնելով հակառակ 180 աստիճան հակառակ որոշում է կայացնում, երբ օրենքով չի կարող նման բան լինել։ Ինչպես հավատանք, ինչպես հանրությունը հավատա այդ դատական համակարգին եւ ինչպես փաստաբանները հավատան։ Եվ այստեղ ինչ է լինում, մենք ինչու ենք ասում վճռաբեկ դատարանը։ Մեր մեխեն է, որ վճռաբեկ դատանը չի պատճառաբանում իր վերադարձի կամ վարույթ ընդունելու որոշումները։ Ուրեմն ինչ է արվում։ Ուղղահայացով համաձայնություն է ձեռք բերվում, ամենաապօրինի որոշումները կայացրեք։ Կայացնում են, վճռաբեկ դատարան է գալիս, առանց պատճառաբանության վերադարձնում են։ Ու վերջ թեման փակվեց։ Ոչ քրեական գործ կարող է այդ դատարանի ապօրինի ակտ կայացրած դատարանի նկատմամբ դատավորի նկատմամբ հարուցվել, ոչ չէ, որովհետև օրենքը ասում է, եթե չի բերքանվել այդ դատական ակտը, չի կարող ինքը պատասխանատվության ենթարկվել։ Այսինքն ուղղահայացով համաձայնության են գալիս ամենաապօրինի վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշմանը ուղղակի հակասող որոշում են կայացնում եւ վճռաբեկն էլ չի ընդունում, թեման փակվեց։ Եթե ընդունել կամ եթե այդ չընդունելը ստիպված լիներ պատճառաբանել, կերևար այս տարբերությունը ոնց եղբայր դենք ասել ենք, որ դա իր կամքն է եղել, որ ինքը անվերապահորեն ընդունել է դա, իրենց համաձայնությունն է եղել։ Բայց ոնց եք հիմա ուրիշ ձև մեկնաբանում։ Չկա։ Իսկ նեղ վերաքննիչը ճիշտ է, հակասում է այդ վճռաբեկի որոշմանը, բայց վճռաբեկը թողում է անփոփոխ առանց պատճառաբանելու։ Սա մի օրինակ, այսինքն ճճացող, աղաղակող օրինակ։ Մյուս օրինակը անչափահասների է վերաբերում, Խորեն եւ Գևորգ Խաչերյանն էր, այս անձինք ինձ դիմեցին արդեն վճռաբեկ բողոք բերելու համար։ Ինչի է իրենց հայրը մահացել է, փոքր երեխաներ են, իրենց մայրն է որպես օրինական ներկայացուցիչ դատարանում մասնակցում եւ ժառանգության հետ կապված հորեղբոր հետ վեճ կա, դատարանը մի անգամ իրենց օգտին է արել, բեկանվել է վճռաբեկով մի խոսքով, եկել նորից Առաջիացյանի դատարան, այս անգամ իրենց դեմ է դատարանը վճիռ կայացնում, բողոք են բերում վերաքննիչ դատարան, իրենց բողոքը մերժվում է եւ դիմում են ինձ փաստաբանից, որպեսզի վճռաբեկ բողոք բերեն։ Դե սկզբից եմ նյութերին ծանոթանում, կարդում եմ Առաջիացյանի դատարանի վճիռը, ինչ որ պատճառաբանությամբ մերժվել է իրենց պահանջը։ Կարդում եմ վերաքննիչ դատարանի որոշումը, նայում եմ Առաջիացյանի դատարանի վճռից չակերտներով մեջբերումներ է արված եւ հաստատված փաստերի մասով եւ պատճառաբանության մասով, որ ասում է Առաջիացյանի դատարանը ճիշտ է արել, որովհետեւ սենց փաստ կա հաստատված, սենց պատճառաբանություն կա, որի դեմ դուք ոչ էլ բողոք հարկել եք։ Բայց ես նայում եմ Առաջիացյանի դատարանը նման փաստ չի հաստատել, նման պատճառաբանություն չունի։ Կրկին եմ կարդում, չկա տենց բան։ Ոնց էս բան կարա լինի։ Մարդը մեջբերել է։ Դատալեքսով նայում եմ Եվ ինչ է պարզվում, ինտերնետում մեկ այլ վճիռ է դրված այլ բովանդակությամբ։ Դիմում եմ, ստանում եմ գործի մեջ եղած օրինակը, իդեպ կապույտ կնիկներով է հենց հիմա մոտս է։ Եվ պարզվում է ինչ, գործի մեջ մեկ այլ բովանդակությամբ վճիռն է, նույն վճիռը
Մեզ տրվել է մեկ այլ վճիռ, տարբերությունը 2.5 էջ։ Եվ փաստերի ամենակարևոր բանը, որ ինչ փաստեր են հաստատված։ Այդ փաստերի մասով եւ պատճառաբանությունը, որը վերաքննիչ դատարանը դրել էր իր որոշման հիմքում։ Միգուցե չիմանալով, որ մեր մոտ ուրիշ վճիռ է, ինքը նայել է գործի մեջ եղած վճիռը, միգուցե չիմանալով, բայց այս ամենով հանդերձ մենք բերում ենք վճռաբեկ բողոք, ասում ենք վճռաբեկ դատարան։ Հələ ինչ արել է Սառաչյանի դատարանը, փաստորեն մեզ ուրիշ վճիռ տալով, մենք դրա դեմ ենք բողոք բերել։ Վերաքննիչը գործի մեջ եղած վճիռն է, նայել օրինականա թե չէ, այսինքն մենք զրկվել ենք բողոքարկելու իրավունքից իրականում, հնարավորությունից։ Եվ կյանքում չի կարող, օրենքը չի կարող տես բան լինել երկու տարբեր վճիռներ։ Վճռաբեկը դատարանը վերադարձնում է այդ բողոքը առանց պատճառաբանության կրկին։ Երբ որ վերադարձնում է դեպ մի բան ասեմ, ես այդ ժամանակ Ստրասբուրգում էի եվրոպական դատարան, ինտերնետով ստացա եւ նեղ դատավորներ այդ եվրոպական դատարանի իրավաբաններ հետ ասում եմ, «Սենց նախադեպ ունեք դուք, որպեսզի օգտագործեմ իմ գործի հետ կապված եվրոպական դատարան դիմելու»։ Ասում են չունենք, բայց որովհետեւ նման բան չէր կարող լինել, չէր կարող դատարանը երկու տարբեր վճիռ կայացնել։ Կայացնելու դեպքում էլ դա հասներ եվրոպական դատարան, ասենք մյուս ատյանները չվերացնեին։ Եվ ինչ եղավ այս գործով։ Փաստաբանների պալատը գտավ, որ տենց բան չի կարող լինել, որոշում կայացրեց խորհուրդը դիմելու վճռաբեկ կարգապահական հանձնաժողովին արդարադատության խորհրդի, որպեսզի այդ դատավորին Սառաչյանի կարգապահական պատասխանատվության ենթարկեն, գրավոր այս էլի 2013 թվականին գրություն ստացանք, որ խախտում չի դա, այնպեսի կոպետ ակնհայտ խախտում չի, որ դրա համար էլ դատավորը պատասխանատվության ենթարկվի։ Այսինքն մեր վճռաբեկ դատարանը եւ արդարադատության խորհուրդը արտոնեցին մեր դատարաններին տարբեր բովանդակությամբ վճիռներ կողմերին տալու։ Գործի մեջ մի վճիռ են պահում, կողմին մեկ այլ վճիռ են տալիս եւ ես փաստաբանս ամեն անգամ երբ որ ստանում եմ վճիռը, վստահ չեմ սա է գործի մեջ թե չէ, մի հատ էլ պետք է դիմենք, մի հատ էլ ստանանք, բայց էլի մտածում ես, եղբայր, եթե ինքը պատճենը մեզ տա, կարող է էլի սրա պատճենը տա։ Պետք է ես գործի մեջ նայեմ ծանոթանամ, որ հատկապես դրանը լինի, այսինքն իրանք արտոնել են, որ դատարանները տարբեր բովանդակությամբ վճիռներ հրապարակեն։ Շատ լուրջ է, հիմա այս դատարաններին հավատանք, թե չէ, եւ ամենացավալին եմ ասում, եւ նախորդ օրինակում այդ մարդը ոնց կհավատա, դատարանին, այսինքն պետությանը, չկա հավատ, կորում է, այս դեպքում ինչ եղավ, այդ անչափահասներին դրսում մնացին, վտարեցին այդ դրսից, մի խոսքով դրսում են հայտնվել, ես զանգահարեցի, ասացի եկեք, ես անվճար փաստաբան եմ, անվճար ձեր եվրոպական դատարանի դիմումը գրում եմ, պլյուս շանսերը շատ մեծ են, էլի։ Այդ մարդիկ ասում են, ինչքան ժամանակում լուծում կստան, ասում եմ, դե տարիներ է եվրոպական դատարանը։ Մարդիկ 200 դրամ չտվեցին, որ գան, ես անվճար իրենց դիմումը գրեմ։ Պետք է գային մի հատ լիազորագիր ստորագրեին։ Ես իրենց չեմ մեղադրում, իրենք չեն հավատում։ Պարզապես այդ մարդկանց մոտ այդ հավատը ընդհանրապես կորում է։ Իրանք խնդիր ունեին դրսում շատ նյութապես ծանր վիճակի մեջ գտնվող մարդիկ այդ պահին ինչ որ իրենց հարցի լուծման խնդիր ունեին։ Իրենց չէր հետաքրքրում հետո 2 տարի կձգեն, չեն ձգի, ինչ կլինի։ Մարդիկ չեկան։ Այսա ցավ է, երբ որ ասում ես անվճար կանեմ, բայց ինքը ի վիճակի չի, իրան էլ չի հետաքրքրում 4 տարի հետո ինչ կլինի, որովհետև ոչ մի բանի էլ չեն հավատում իրենք։ Հիմա մենք ինչ անենք։ Բոյկոտենք այդ դատական նիստերը, թե չէ, այդ ակցիաները մեր անենք, թե չէ։ Սա է, այսինքն ես փաստերով խոսեցի, կապույտ կնիքով վճիռները հենց հիմա իմ ձեռքի տակ են, որ տեսնեք, հենց առաջի էջից տարբերությունը սկսվում է։ Ես ցույց տամ, եթե առանձին կուզեն, հենց նաև ունեմ հանած, թե տարբերությունը ինչքան է։ Որտեղ դա ըստիս ինքը անգամ մեր դատական համակարգի պարագայում արտարոց դեպք է։ Սրանք են նույն վճիռը, նույն համարով, բայց հենց առաջի էջից սկսվում է տարբերությունը։ Ու շարունակվելով գնում ընդհանուր 2.5 էջ։ Ու ասում եմ ամենակարևորը եւ հաստատված փաստերի շարադրանքում եւ
պատճառաբանական մասի դատանի։ Ու վճռաբեկ դատանը գտնում է հենց այսպես էլ կարող է լինել։ Եվ դա որևէ խախտում չի, որպեսզի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկեն կամ դատական ակտը բեկանեն։ Սա է այնպես որ մեր հա մեկը Դավիթ Փոլաջյանի հետ կապված գործներ, մյուսը այս երեխաների գործերը։ Այո, այսօր երկուսը, որովհետև ժամանակի առումով ինձ թվում է ճիշտ է չի ավելի շատ ներկայացնել։ Երևի անցնենք հարցերի, պարոն Մերլումյան։ Առաջի գործով երկրորդին ասացիք որ երկրորդատարանի մեր արդեն ժամկետ անցել է, հա 6 ամիս է։ Չէ, նոր է առաջի գործով փետրվարի 23-ին է որոշումը եղել, այս վերջին որոշումը։ Ժամանակ է, այո։ Առաջի գործով Փոլաջյանի գործով երկրորդատարան Պետք է որ տեսնենք հավանաբար։ Շանսերը ինչքան է գնալ։ Գիտեք ինչ։ Փորձից ետելով։ Նմանատիպ գործերով Եվրոդատարանը Անկանխատեսելի է, այսպես ասած, Եվրոդատարանն էլ, այսինքն բայց հիմնավորում կա։ Ծանր է, այսինքն ակնհայտ ծանր, այսինքն 180 աստիճանով ամեն ինչ շրջվել է։ Նորմալ շանսեր կան, լավ շանսեր կան։ Անցյալը ինչ կլինեն ձեր կողմից, ինչ այսպես ասեմ, փաստաբանների մեջ որ մասն է, որ ձեր կողմնակիցն է։ Ասեմ։ Վճռաբեկ երկրորդ ունեցող նորմալ փաստաբանների մասին է։ Ես ասեմ 100%-ը։ Խոսքը ուրիշ բանի մասին է։ Այդ ակցիան, այդ բողոքողները բոլորն են։ Ինչպես այս պահին բոյկոտը դատական նիստերի, թե այսպես հիմա ինչպես է արվում բարձրաձայնում այս ապօրինությունների եւ պահանջ, որ եթե հարցը լուծում չստանա, ապա կգնա վերջին հաշվով այդ բոյկոտը։ Ըստեղ ընդամենը այս մարտավարական առումով ինչ որ տարաձայնություն կա, այսինքն սկզբից այսպես հնչեղություն տանք հանրային, հետո բոյկոտը, թե ինչ որ մի օր արդեն բոյկոտ անենք։ Ես հակված եմ մի քիչ էլ սպասենք, որովհետև թեև ուշացած, բայց այս մեր բարձրաձայնումների արդյունքում Արդարադատության նախարարությունը այդ օրենքի փոփոխությունները հերթական անգամ կազմել է, եթե կարողանան այս տարի այդ փոփոխությունները ազգային ժողովում անցկացնեն, միգուցե եւ բանը չհասնի դեռևս այդ բոյկոտին գործադուլին, մինչև տեսնենք հիմա ինչպես կկիրառեն։ Որովհետև այսօրվա օրենքը նույնպես պահանջ է դնում, որ պետք է լինի պատճառաբանված։ Սահմանադրական դատան էլ մի քանի որոշումները Վասիլ Վչռաբեկ դատան եւ վարույթ ընդունել է եւ մերժում։ Պետք է պատճառաբանես եւ այդ պատճառաբանությամբ պետք է այս չափանիշները բացահայտվեն։ Չի պատճառաբանում չորով, այսպես ասած, դրած չի պատճառաբանում։ Հիմա ձեր հիմնական բողոքը այդ չպատճառաբանվելու իրավունքի վերացման վերաբերյալ է։ Թե տեսեք, մենք մամուլում էլ բազմաթիվ տարիներ Հայաստանի Հանրապետությունում բոլորն էլ գիտեն, որ դատավորները ընդունում են ակնհայտ անարդարացի վճիռներ, շրջանցում են օրենքը կամ հազար ու մի ձևեր կան, որպեսզի այդ ձևերով դրանք արվեն։ Ընդ որում Եվրոդատարանի այս վերջին տարիների ուրեմն արդեն եկող վճիռները իդեմ Հայաստանի Հանրապետության ցույց են տալիս, որ որոշ դատավորներ կամ դատավորները աշխատում են Հայաստանի Հանրապետության դեմ, այսինքն Հայաստանի Հանրապետությունը իր բյուջեից վճարում է իրենց կատարված ապօրինությունների համար։ Հիմա արդյոք փաստաբանների պալատը չի պատրաստվում որոշակի, ասենք, ինչ-որ բազա ունենալ այն դատավորների, ովքեր ակնհայտորեն բազմիցս այդպիսի վճիռներ են կայացրել եւ Եվրոդատարանի կողմից բան են ստալ կամ այս տիպի դեպքերը դրանք չեն հավաքվում մի ընդհանուր տեղ, որպեսզի կարողանան դրանք ցուցանիշ հանդիսանալ Հայաստանի արդարացության վիճակի։ Ուրեմն ասեմ, եւ փաստաբանների պալատի ղեկավար մարմինները, թվում ասենք նույն նախագահ ունեն գիտավերլուծական կենտրոն նաև ասում են փաստաբաններին, եթե ունեք նման դեպքեր, բերեք, հավաքենք, այսինքն հավաքում ենք։
Հենց այս հանձնախումբը, որ ստեղծվել է այդ գործադուլի կամ այս բողոքի ակցիան կազմակերպող, մենք էլ ենք հավաքում, այսինքն ինչ որտեղ հավաքվում է, եւ երբ որ արդեն այս քանակը տեսնում ենք որակ է, այս ակնհայտորեն այս ձեռքի տակ ունենում ենք այս դեպքերը, մենք սկսում ենք արդեն ինչ որ հնչեղություն տալ, որովհետեւ կան 1000 եւ ավել փաստաբան, ամեն մեկի մոտ 1, 2, 3, 4, 10 նման դեպքեր լինում են, եւ եթե դա իմի է բերվում, շատ մեծ տոկոս է կազմում, եւ ամենակարևորը գիտեք ինչ, այն չի, որ լավ 80,000 գործ են քննել, օրինակ այս տարի, թող 1000-ը այդպես լինի ինչ որ տոկոս, չէ, խոսքը այն մասին է, որ այդպես կարող է լինել, այսինքն դատարանը կարող է դնել կացնով կտրել, օրենքի իրավունքի հետ որևէ կապ չունեցող ակտ ընդունել, այսինքն երաշխավորված չես որևէ գործով դու, որ այդպես կլինի, ել չեմ ասում այն չակերտավոր մանր-մունր խախտումները, որ անում են, այսինքն սրանք այն ճչացողն է, որ կարող ես ցույց տալ եւ իրենք ոչինչ չեն կարող ասել։ Ուրիշ դեպքում տանում են իրավունքի դաշտ, փորձում են մեկնաբանել, այսինքն իրավունքը ռեզինի պես ձգում են իրենց նախկինից կայացրած ակտերին հակառակ, բայց այս դեպքում հնարավոր չի ինչ-որ բան անել։ Առաջի գործը փորձեն տալով բիզնեսի հետ տեսականորեն են գոնե մտածում եք կարող երկրում բինի սենց դատական որ երկրում բիզնեսը հանգիստ զարգանա տեսականորեն գոնե հնարավոր է։ Եկեք ես տեսականորեն չասեմ, պրակտիկ ասեմ, ուրեմն վերջին 3-4 տարիների ընթացքում ներդրումները օտարերկրյա Հայաստանի Հանրապետությունում ամեն 3-4 անգամ նվազել են, այսինքն միլիարդ քանի 100 միլիոնից դարձել է 300 միլիոն կարծեմ ԱՄՆ դոլարի չափով, այսինքն պրակտիկ, ինչու տեսական, մենք դա տեսնում ենք, մենք դա զգում ենք եւ մենք դա զգում ենք նաեւ մեր արտագաղթողների թվով, այսինքն ոչ միայն բիզնեսը, ցանկացած մարդ, ցանկացած քաղաքացի իր վրա զգում է այդ արդարացության դեֆիցիտը։ Փաստորեն տեսեք, բազմաթիվ բիզնեսմեններ ունեն նմանատիպ խնդիրներ, դրանք բան են անում։ Այդ ամբողջը միշտ հասնում է դատական համակարգի, չէ՞ որ մենք ունենք նախադատական համակարգում էլ միջև դատարան հասնելը ունենք անարդարությունների մի մեծ փունջ, դրանից հետո մտնում ես դատարանում չգիտես ինչ ձևով կլուծվի հարցը, եւ օրինակ ես շատ դեպքեր գիտեմ, երբ որ փաստաբանը ինքը փաստորեն հանդիս է գալիս որպես չասեմ միջնորդ, բայց համենայն դեպս այդ դատական համակարգի հետ նաև փաստաբաններն են ինչ որ ձևով առնչվում։ Դուք ինչ կասեք դրա մասին, արդյոք փաստաբանները չունեն իրենց մեղքի բաժինը այս դատական համակարգի տվյալ վիճակի հետ կապված։ Բնականաբար ունեն եւ մեր այս վերջի տարիների փաստաբանների պալատի հենց մոտեցումը եւ ուղղությունը այն է, որ նման փաստաբաններից ազատվենք, բայց դա շատ դժվար է, գիտեք ինչ, դա հանցագործություն է, բայց կա լատենտային հանցագործություն, այսինքն դա չի բացահայտվում, դա չի երևում, պետք է կողմերից մեկը գա ասի կամ դատավորը կամ փաստաբանը, որպեսզի դա երևա։ Ես մի օրինակ բերեմ, դատավորի վարքագծի կանոններում այսպիսի կանոն կա, որ եթե որևէ մեկը ցանկանում է դատավորին միջամտել ինչ որ որևէ գործով, նա պարտադիր պետք է էթիկայի հանձնաժողովին տեղյակ պահի։ Պարտավոր է, եթե չէ, դա նրա համար մեծ խախտումներ է, ընդհանուր կարող են ազատել աշխատանքից։ Ես գրավոր հարցում եմ արել դատական դեպարտամենտին, ասելով 80,000 ավելի գործ է քննվել։ Մեկ դեպք կա, ոչ մի դեպք չկա, պատասխան եմ ստացել, նման դեպք չկա։ Այսինքն կամ մենք այն իդեալական պետությունում ենք ապրում, որ դատավորի նկատմամբ որևէ միջամտության դեպք, որևէ առիթ չի եղել, կամ էլ այն երկրում ենք ապրում, որտեղ ամեն ինչ կա, բայց բոլորը աչք են փակում այդ ամեն ինչի նկատմամբ։ Ինչպես Սերժանը ասել, հաստատվելու դրաս մոտ ամեն ինչ կա։ Այո։ Շատ լավ, համեցեք, իհարկե։ Սահմանադրական դատարանի մասին ինչ կասեք, որովհետև վերջի շրջանում Ռաֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչն եք դուք են դա, կստուդիո որպես կգնահատեք այն գործընթացները, որ այնտեղ կեզերվեցին։ Ես այդ հարցին կպատասխանեմ, բայց ոչ հիմա, ասեմ թե ինչու եմ ասում։ Ես կոնկրետ խնդիր ունեմ այս պահին, կոնկրետ այս հայտնելու եւ հանրայնացնելու այս երևույթը։
Միգուցե ես որ պատասխանեմ ձեր մոտ այդ պատասխանը ընթերցվի, այսինքն զուտ պրակտիկ եմ ես ասում։ Եթե ցանկանում եք հետագայում կամ հարցազրույցի դեպքում ձևով կամ եթե հետաքրքիր կլինի այսպես ասուլիսի ձևով ես պատրաստ եմ պատասխանել, իմ դիրքորոշումը հայտնել եւ այս գործով եւ ընդհանրապես, որովհետեւ ես բազմաթիվ գործեր ունեմ սահմանադրական դատարանում շատ փաստաբանների մեջ հավանաբար ամենաշատը։ Նաեւ ոչ փաստաբաններով Արտակ Զեյնալյանն է, բայց այսինքն ես պատրաստ եմ, բայց հիմա թեման կշեղի զուտ պրակտիկ տեսանկյունից Շատ լավ, շնորհակալություն, եթե այլ հարցեր չկան, մենք հուսով ենք, որ այս բացահայտումները կշարունակվեն եւ փաստաբաններն էլ կհասնեն որոշակի հաջողությունների։ Ես էլ եմ շնորհակալ։ Ուշ դեպի դեպքում Չի կարա տենց բան լինի։